Բաքվի վրա մշտական եւ ասեմ որ բացասական ազդեցություն ունի Անկարան եւ հավանաբար կապ է եղել Անկարայի հետ Անկարան միշտ խոչընդոտել է Երևանի եւ Բաքվի միջև խաղաղությանը թե QST բանակցությունների ժամանակ թե Կազանի բանակցությունների ժամանակ Ենթադրում եք նայել նույն բանն է տևում Կարծում եմ որ դա հնարավոր է եւ որովհետեւ Թուրքիայի նպատակը եղել է հակամարտության միջոցով մտնել այս տարածաշրջան Սա Թուրքիան հաջողաբար իրականացնում է, բայց դեռ մասնակի է ստացվել, շարունակում է այդ քաղաքականությունը։ Թուրք լրագրողներն էլ հենց այս մթնոլորտում հայտնվեցին Հայաստանում, թե դա այդպիսի հաշվարկի արդյունք չէ։ Այս մթնոլորտում, բայց Փաշինյանի հաշվարկը եղել է այն, որ Թուրքիայի վրա ինչ որ կերպ դրական ազդի, այսինքն թուրքական լրագրողների հետ շփման միջոցով, ոնց որ թուրքական Քանի որ նախաձեռնությունը մերն է եղել։ Այո, նախաձեռնությունը Երևանին է եղել, փորձ է եղել ազդել Թուրքիայի հանրային կարծիքի վրա եւ ազդել նաեւ իշխանությունների վրա, ցույց տալ դրական տրամադրվածություն, որը իմ կարծիքով ցույց է տալիս, որ վարչապետի աշխատակազմում ֆունդամենտալ ճիշտ պատճառը չեն հասկանում Թուրքիայի ագրեսիվության։